Սիրելի հավատացյալներ, շարունակելով վերապրել հարության ուրախությունը, տոնախմբում ենք հինանց շրջանի երկրորդ կիրակին, որը անվանվում է աշխարհամատրան կամ կանաչ կիրակի։ Աշխարհամատուր բառը բաղկացած է աշխարհ եւ մատուր բառերից եւ մատնանշում է աշխարհում առաջին մատուրը կամ եկեղեցին, որը հիմնադրվել է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմից վերնատանը։ Իդեպ վերնատանն էր, որ հարությունից հետո մեր Տեր Հիսուս Քրիստոս երևաց իր առաքյալներին, մխիթարելով նրանց վշտացած եւ վախեցած սրտերը։ Վերնատանն էր, որ առաքյալները ստացան Սուրբ Հոգին։ Հետևաբար վերնատունը եկեղեցու նախատիպը եւ օրինակն է։ Հարությունից հետո մեր Տեր Հիսուս Քրիստոս իշխանություն տվեց իր առաքյալներին, ուղարկեց աշխարհի բոլոր ծագերը փրկության ավետարանը քարոզելու ողջ մարդկությանը։ Ինձ տված է ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա, ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացեք, քարոզեցեք բոլոր ազգերին, մկրտեցեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Առաքյալները Տիրոջ պատգամի համաձայն քարոզեցին ողջ աշխարհում, իսկ առաքյալներից երկուսը Թադեոս եւ Բարդողիմեոս առաքյալները եկան Հայաստան, փրկության ավետարանը քարոզեցին հայոց աշխարհում, դարձի բերեցին հայ ազգին եւ հայոց աշխարհում հիմնադրեցին հայ առաքելական մեր մայր եկեղեցին։ Հիմնադրման առաջին իսկ օրից հայ առաքելական մեր մայր եկեղեցին ստանձնել է սիրող եւ հոգատար մոր դերը, մշտապես իր հովանու ներքո համախմբել աշխարհով մեկ սփռված իր զավակներին։ Իդեպ այդ նույն եկեղեցու ծոցում են ծնվել հայոց գրերը։ Այդ նույն եկեղեցին է, որ դարեր շարունակ մինչև այսօր սեփական հողում եւ օտար ափերում ապրող իր զավակների գիտակցության մեջ կենթանի է պահել մայր լեզուն, սեփական գիրն ու գրականությունը եւ հայի ինքնությունը։ Բայց ինչպես առաքյալները, այդպես էլ իր կողմից հիմնադրված եկեղեցիները անցել են փորձության, հալածանքների եւ դժվարությունների միջով, բայց հավատարիմ մնալով հարության Տիրոջը եւ նրա պատգամներին կարողացել են մշտապես հառնել։ Հետևաբար, սիրելի քույրեր եւ եղբայրներ, այս կիրակին թող ամենքիս համար առիթ հանդիսանա, հնարավորություն հանդիսանա վերանորոգելու մեր ուխտը մեր մայր եկեղեցու հետ։ Խնդրենք հարության Տիրոջից, որպեսզի զորանանք նրա հարությամբ եւ կարողանանք քայլել այն ճանապարհով, որը մեզ համար ուղ է նշում է մեր մայր եկեղեցին եւ որը առաջնորդում է ոչ միայն երկնային արքայություն եւ հավիտենական կյանք, այլ հայի գիտակցության մեջ կենթանի եւ վառ է պահում հայ մնալու անհրաժեշտությունը եւ հայի ինքնությունը։ Քրիստոս հարյավ իմեռելոց մեզ եւ ձեզ մեծ ավետիս։